Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ մտածել եք, եթե ես Աստծո ճանապարհով եմ գնում, ինչու են խնդիրները շատանում, եթե աղոթում եմ, ինչու են փորձությունները գալիս, եթե փորձում եմ ազնիվ մաքուր ապրել, ինչու են երբեմն հենց ազնիվ մաքուր մարդիկ ամենաշատը վիրավորվում։ Այս հարցերը նոր չեն, դրանք տրվել են սրբերը, մարգարեները, առաքյալները, եւ հենց այդ հարցերի պատասխանն է տալիս Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակի 3-րդ գլխի 10-15-րդ համարում։ Սա նրա ավերջին նամակն է, նա արդեն ծեր գիտի, որ շուտով նահատակվելու է եւ իր հոգեվոր որդուն Տիմոթեոսին փոխանցում է վերջին ու ամենակարևոր դասերը։ Սա պարզապես նամակ չէ, սա հոգեվոր կտակ է եւ այդ կտակի կենտրոնում մի ճշմարտություն կա, որը մեր ժամանակներում շատերը չեն ուզում լսել։ Քրիստոնեական կյանքը հարմարավետության մասին չէ, այն հարմարավետության ճանապարհն է։ Իսկ դու հետևեցիր իմ վարդապետությանը, իմ առաջնորդությանը, իմ հոժարությանը, հավատին, համբերությանը, սիրուն, համբերությանը, հալածանքներին, չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիայում եւ Լյուստրիայում։ Գիտես, թե ինչպիսի հալածանքների ենթարկվեցի, եւ Տերն ինձ ազատեց այդ բոլորից, եւ բոլոր նրանք, ովքեր ուզում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, կլինեն հալածանքների մեջ, իսկ չար եւ խաբեբա մարդիկ ավելի առաջ կգնան չարության մեջ։ Իրենք մոլորված ուրիշներին էլ կմոլորեցնեն, բայց դու հաստատ մնա այն բանի մեջ, որ սովորեցիր եւ որին հավատարիմ եղար։ Գիտես, թե ումից ես սովորել, որովհետեւ մանկուց գիտես սուրբ գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Ամեն։ Սիրելի բարեկամներ, դու հետևեցիր ուսմունքին, ասում է Պողոս առաքյալը Տիմոթեոսին։ Դու հետևեցիր իմ ուսմունքին, վարքին, նպատակին, հավատքին, երկայնամտությանը, սիրուն եւ համբերությանը։ Ուշադրություն դարձրեք, նա չի ասում միայն դու լսեցիր իմ քարոզները, նա ասում է դու տեսար իմ կյանքը։ Մարդիկ կարող են մոռանալ մեր խոսքերը, բայց հազվադեպ են մոռանում մեր օրինակը։ Այսօր տեղեկատվությունը շատ է, քարոզներ հազարավոր, տեսանյութեր միլիոնավոր, բայց մարդիկ ավելի շատ փնտրում են ոչ թե գեղեցիկ խոսողների, այլ իսկական ապրողների։ Երեխաները սովորեցնում են ոչ թե այն, ինչ ասում ենք, այլ այն, ինչ անում ենք։ Հովան Ոսկեբերանն ասում է. ուսուցչի ամենահզոր խոսքը նրա կյանքն է։ Հարցրու հաճախ քեզ, եթե մարդիկ միայն իմ կյանքը տեսնեին, կցանկանան հետևել Քրիստոսին։ Պողոս առաքյալը հիշեցնում է իր կրած տառապանքները Անտիոքում, Իկոնիայում, Լյուստրիայում, բայց հետո ավելացնում է. Տերը բոլորից ազատեց ինձ։ Ուշադրություն դարձրեք, Աստված չխոստացավ, որ փորձություն չի լինելու, բայց խոստացավ, որ մենակ չենք լինելու։ Շատերը կարծում են, եթե Աստված ինձ հետ է, ամեն ինչ հեշտ կլինի, բայց Պողոսի կյանքը լրիվ հակառակն էր։ Նա Աստծուն հավատարիմ էր եւ միաժամանակ բազմաթիվ դժվարություններ ուներ։ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. փորձությունները Աստծո լքելու նշան չեն, այլ հաճախ նրա աշխատանքի նշանն են։ Մի չափիր Աստծո ներկայությունը քո հարմարավետությամբ, չափիր նրա հավատարմությամբ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աստվածպաշտությամբ ապրել, կհալածվեն, ասում է առաքյալը։ Սա հատվածի ամենաուժեղ խոսքերից մեկն է։ Ինչու է Պողոսը սա ասում, որովհետև ճշմարտությունը միշտ հակադրվում է խավարին։ Լույսը միշտ անհարմար է նրանց համար, ովքեր սիրում են խավարը։ Այսօր քեզ կարող են չբանտարկել հավատքի համար, բայց կարող են ծաղրել, անտեսել, քննադատել, համարել հին մտածողության մարդ։ Եթե երբեմն զգում ես, որ աշխարհը քեզ չի հասկանում, մի զարմացիր, Քրիստոսին էլ չհասկացան։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է, եթե դու միշտ հաշտ ես աշխարհի հետ, արժե հարցնել, արդյոք միշտ հաշտ ես Քրիստոսի հետ։
չար մարդիկ ավելի կվատանան, ասում է Պողոս Առաքյալը։ Նա նկարագրում է վերջին օրերի իրականությունը։ Մոլորեցնելով եւ մոլորվելով շատ արդիական խոսքեր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվությունը շատ է, բայց ճշմարտությունը հաճախ դժվար է գտնել։ Սոցիալական ցանցերը, արհեստական բանականությունը, անվերջ կարծիքները մարդուն կարող են շփոթեցնել։ Այսօր ամեն ինչի մասին կարծիք կա, բայց ոչ միշտ ճշմարտություն։ Սատանայի ամենահին ռազմավարությունը նույնն է՝ խաբել, դրախտում էլ այդպես սկսվեց։ Այսօր էլ մի կառուցիր հավատքդ մարդկանց կարծիքների վրա, կառուցիր այն Աստծո խոսքի վրա։ Մնա այն բանում, ինչ սովորել ես։ Հիմա գալիս է Պողոսի գլխավոր պատվերը։ Դու մնա այն բանում, ինչ սովորել ես։ Ինչու է սա կարևոր, քանի որ դժվար ժամանակներում մարդիկ հաճախ ցանկանում են փոխել ճշմարտությունը, հարմարեցնել այն, թուլացնել այն, բայց Պողոսն ասում է՝ մնա։ Այսօր աշխարհը արագ փոխվում է, մշակույթները փոխվում են, միտումները փոխվում են, բայց Աստծո ճշմարտությունը չի փոխվում։ Սուրբ Աթանասն ասում է. աշխարհը կարող է փոխվել 1000 անգամ, բայց Քրիստոս նույնն է՝ երեկ, այսօր եւ ավետյան։ Մանկությունից գիտես սուրբ գրքերը։ Պողոսը հիշեցնում է Տիմոթեոսին իր մանկության ուսուցումը։ Ինչ է սա սովորեցնում։ Հավատքը մեկ օրվա գործ չէ, այն տարիների ընթացքում ձևավորվող ճանապարհ է։ Ծնողներ, տատիկներ, պապիկներ, ձեզ սովորեցրած աղոթները կարող են տարիներ անց փրկել մի հոգու։ Դուք երբեք չգիտեք, թե Աստծո խոսքի մի փոքրիկ սերմը երբ է պտուղ տալու։ Այս հատվածը տալիս է կյանքում կիրառելու կարևոր քայլեր։ Թող քո կյանքը հաստատի քո խոսքերը, մի զարմացիր դժվարություններից։ Հիշիր, որ փորձությունը միշտ պարտություն չէ։ Հավատարիմ մնա ճշմարտությանը, հետևիր ամեն նոր գաղափարի, ամեն օր կարդա սուրբ գիրքը, Աստծո խոսքը փոխանցիր հաջորդ սերնդին։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակի 3-րդ գլխի 10-ից 15-րդ համարները մեզ հիշեցնում են մի մեծ ճշմարտություն։ Աստծո մարդը չի չափվում իր հարմարավետությամբ, նա չափվում է իր հավատարմությամբ։ Պողոսը կորցրեց շատ բաներ, անցավ բազմաթիվ ցավերի միջով, բայց երբեք չկորցրեց ամենակարևորը՝ Քրիստոսին։ Եվ իր կյանքի վերջում նա իր հոգևոր որդուն ասում է՝ հավատարիմ մնա այն բանում, ինչ սովորել ես։ Այս խոսքը այսօր էլ ուղղված է մեզ, աշխարհը կարող է փոխվել, մարդիկ կարող են փոխվել, ցանկությունները, միտումները կարող են փոխվել, բայց դու հավատարիմ մնա Քրիստոսի մեջ, մնա ավետարանի մեջ, մնա ճշմարտության մեջ, եւ երբ կան փոփոխությունները, հիշիր, Աստված երբեք չի խոստացել հեշտ ճանապարհ, բայց նա խոստացել է իր ներկայությունը ճանապարհի ամբողջ ընթացքում, եւ դա բավական է, որպեսզի հաղթահարենք ամեն ինչ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, արտահայտել ձեր մտքերը, առաջարկները, կիսվել տպավորություններով, բաժնորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ շատ կարեւորը նաեւ, որ կարողանաք այս տեսանյութը հնարավորինս լինի Facebook-ով, Instagram-ով, Telegram-ով կամ սոցիալական այլ հարթակներով, WhatsApp-ով, Telegram-ով ուղարկեք ձեր բոլոր ընկերներին, բարեկամներին, հարազատներին, տարածեք, նրանց եւս հաղորդակից դարձրեք Աստծո խոսքի տարածմանը։